Բարի երեկո ձեզ, հարգելի հայրենակիցներ, նորից ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության հայացք Երևանից հաղորդաշարն է, եւ ես հիշեցնեմ, որ մենք ուրեմն յուրաքանչյուր հարց մեկնաբանում ենք, բացատրում ենք, ուղղորդում ենք, նաեւ երբեմն փչացած ուղերները ժավելով խորհուրդ ենք տալիս լվանալ Հայաստանի ազգային պետական շահերի տեսանկյունից։ Ես ձեզ ասեմ, որ շատ եմ ասել, բայց կարծում եմ այնքան էլ անշնորհակալ բան չի, նորից հիշեցնեմ, որ այն արդար աշխարհը, որ հայություն ուզում է, ավելի շատ ուզել է, դրա համար նաև զոհվել է, այդ արդար աշխարհը գոյություն չի ունեցել, չկա ինչպես որ քրիստոնեական ռուսը, որ հայը որոնել է, ոչ եղել է, ոչ կա, ոչ էլ լինելու է։ Ուրեմն ինչ կա, դա մի հավերժական մի բան։ Եվ դա ես անկեղծ եմ ձեզ հետ, հայերիս համար անշուշտ։ Իհարկե կա նաև համաշխարհային քաղաքակրթություն, բայց այնտեղ դիալեկտիկական կապն է, որի մասին ես ձեզ կասեմ։ Ուրեմն ո՞րն է հարցը։ Ուրեմն յուրաքանչյուր պետություն եւ յուրաքանչյուր ժողովուրդ աշխարհը դիտում է իր ագնոցներով։ Պատկերացրեք այսպիսի մի բան։ Յուրաքանչյուր ժողովուրդ հավաքական մի ամբողջություն, մեկ միավոր, եւ յուրաքանչյուրն ունի մի ագնոց։ Ոչ մեկի ագնոցը բացի հայերին է, օպտիկական մաքուր սպիտակ վիճակում չի, ինչպես որ լինում է։ Ուրեմն յուրաքանչյուր ժողովուրդ որևէ գույնի ագնոց է դնում եւ աշխարհի իրադարձությունները եւ պատմությունը եւ ներկան եւ հեռանկարը մեկնաբանում է այդ ագնոցի իրեն հարազատ գույնով։ Միայն հայությունն է, որ մինչեւ հիմա դժբախտաբար փորձել է համաշխարհային արդարություն գտնել, որի համար նաեւ ուժերը չբավարարած պայմաններում ջախջախվել է։ Ես ասեմ ձեզ, արդարության համար պայքարը եւ արդար տեսակետ ունենալը, որը չի զուգորդված ուժային բաղադրիչով, վերում է ջախջախման, ոչնչացման, ինչպես որ մենք Արցախյան այս բարակայով ըստ էության ոչնչացանք։ Եթե մեր ուժերը բավարար լինեին, մենք հիմա իրար չէինք ուտի։ Եթե մեր ժողովուրդը ունենար էլիտա, 3 նախագահներ, որոնք անսահման նվիրված լինեին Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին, եւ ոչ ուրեմն ռուսիկ թրիկին եւ իրենց նյութական բարեկեցությանը եւ ստրկահաճության։ Եթե այդպես չլիներ, ես վստահ եմ, որ այն պարտությունը, որ գրել ենք, չէինք գրի եւ հիմա չէինք հնի ուրիշի ներշնչումով Հայաստանը պահել տևական կայուն անկայունության մեջ։ Եթե մենք լինեինք, ունենայինք ազգային հոգևոր էլիտա, ավականի, ուրեմն մեր եկեղեցին միշտ ծառայած կլներ եւ կլներ պետության հետ, հայ ժողովրդի հետ։ Բայց քանի որ դա չենք ունեցել, այստեղ խարդախներ, ԿԳԲ-ի ռուսական մի ամաչեք, գործակալներ, մաֆիոզ դեմքեր, ուրեմն հեշտ կյանքով ապրելու ցանկություն ունեցող իհարկե Քրիստոսի լույսի տակ եւ այլն, ուրեմն չէինք ունենայինք ավելի հզոր միավոր, բայց ինչպես ասում են, հիմա մենք ունենք այն, այս բարակայում ինչ որ ունենք։ Եվ ես ինչ եմ ուզում ասել, մենք ըստ էության 44 օրյա պատերազմի արդյունքով ըստ էության մենք իջանք պայմանական զրոյական կետի, որից հետո սկսվեց այն կայուն կյանքը պարտությունից հետո, որը մենք այսօր ունենք, բայց այդ ընթացքում մենք ինչ արեցինք։ Մենք կորցրեցինք Արցախը բոլոր դեպքերում չասեմ մեգնդմիշտ, բայց կորցրեցինք այնպես, ինչպես կորցրեցինք Կարսը։ Կարսն է ուրեմն հայի դավադրությամբ հանձնվել Թուրքի, որտեղ ռուսն է ուզել այդպես։ Եվ Շուշին էլ հանձնվեց Թուրքին այնպես, որտեղ Պուտինն էր ուզում եւ նրա հայ ғոլամները, ծախվածները, այդ զինվորականի շորերով, որոնք ըստ էության ես նույնիսկ կասկածում եմ, որ այդ գեներալիտետի այդ մասը ըստ էության դրանք ռուսական բանակի սպաներ են եղել, հայկական բանակի ուրեմն համազգեստով, ուրիշ կերպ բացատրություն չկա։ Ես ինչ եմ ուզում ասել։ Սա դաժան բան է, բայց մենք պիտի խոստովանենք ոչ թե այդ բոլորը նրա համար, որ ընկճվենք, դադար ենք լինելուց եւ իրար հոշոտենք, ես նկատի ունեմ հոշոտելը նրանց, ովքեր որ անմնացորդ նվիրված են Հայաստանի ազգային պետական կյանքին, որոնց ԿԳԲ-շնիկները, գողեր, քծողներ, գանձագողեր, թրքասերներ են անվանում, ինչու՞։ Որտեղ իրենք ուրիշ բան չեն պատկերացնում, որտեղ իրենք ուրեմն ռուսական հետանցքում են եւ չեն պատկերացնում թե ինչպես կարող է հայ մարդը իրենց համար հասկանալի չի ուրեմն չլինի ռուսասեր, եթե ռուսասեր չի, ուրեմն թրքասեր է։ Սրանց ուղեղը փչացած է, որովհետեւ դրանց հետ մարդիկ տասնյակ տարիներ աշխատել են, ռուսների մասին է եւ այլասերել են։ Եվ սրանց կարող եք ասել հայի մարմնող, քայլող, հայոց լեզվով խոսող, հայեցի սեղան նստող ռուս խրտվիլակներ, որոնք այսօր են Հայաստանի Հանրապետությանը հանգիստ չեն տալիս։ Հասկանում եք ոնց է, ձեզ հանգիստ չեն տալիս, բայց հիմա այս մասին չէ, որ ես ուզում եմ ասել, սա ելակետային, որովհետեւ մեր ուրեմն դիրքորոշումները ճշգրտենք։
բայց սա հիմք չի, որովհետեւ մենք չփորձենք գոնե պատերազմից հետո, երբ որ ձեր իսկապես ամբողջ աշխարհի այն առողջ արժանապատիվ եւ մեր բարեկամ օտարների շնորհիվ, որոնց մեջ ռուսները չկան ու չեն լինելու երբեք, դա միշտ իմացեք։ Ուրեմն սրանք շնորհիվ ինչ եղավ։ Իհարկե մենք Արցախը կորցրեցինք այն տարակայով, որ ռուսը այդ ուրեմն 21 թվականին 1921 թվականի հունիսի 5-ի Քաղբյուրոյի որոշումով, Կովկասի բյուրոյի որոշումով, որ Ստալինի վրա է գցում, տվել էր ադրբեջանցուն, ինքը նորից վերադարձրեց ադրբեջանցուն։ Այս իմաստով ոչ մի նոր բան չի եղել։ Ինքը տվել էր այդ ժամանակ, մենք ինչ պայմաններում ընդվզեցինք, կարողացանք հարցեր լուծել, բայց մենք վերնախավ չունեինք։ Չունեինք, դրա համար հաջորդը տանուլ տվեցինք։ Ուրեմն եւ Արցախը վերադարձավ այնտեղ, որտեղից ելակետային իմաստով դուրս էր եկել։ Դուք հիշեք մի բան։ Ես ես հիշեցնում եմ, ովքեր Արցախի շարժման պատմությունը լավ գիտեն։ Օպերային հրապարակում այն ժամանակ ուրեմն որը շատ արագ թատերական անհասկանալի է թե ինչու թատերական հրապարակ անվանվեց, թատրոնի վերածեցին Ղարաբաղ կոմիտեի շնորհիվ եւ հետո ՀՀՇ-ի, ուրեմն թատերական հրապարակում երբ շարժումը սկսվեց, մի քանի անգամ եղել է, ես հիշեցնեմ, երբ Իգոր Մուրադյանը բարի հիշատակին են, ուրեմն պետք է ելույթ ունենար, եղել է մի քանի դեպք, եւ մի անգամ Իգոր Մուրադյանը ուշանում էր, եւ մարդիկ անհանգիստ էին, Արցախում անհանգիստ վիճակ էր, ընդ ժամանակ տեղեկատվությունը օպերային հրապարակից էր տրվում, գիտեք այդ դժվար տարիներ էին եւ լրատվության այն միջոցներ էս բաները ահաբեկիչ խմբերը չկային, այս լրատվական ահաբեկչական խմբեր, որ այսօր ունեն Ղարաբաղյան կլանը եւ ուրեմն 5-րդ չարասյունը սպասում էին եւ հետո մի հաղորդագրություն եղավ, մեկը ասեց, չեմ հիշում ով էր, ասեց մի քիչ սպասեք, էս է ուրեմն Իգոր Մուրադյանը գա, նա գնացել է Յուզբաշյանի հետ հանդիպման։ Դուք պատկերացնում եք, այսքան քաղաքական լուսավորական աշխատանքից հետո ես ծեր բանականությանն եմ դիմում առանց հուզմունքի, պետք չի հուզվել։ Ուրեմն Յուզբաշյանը սովետական միության KGB-ի գեներալ էր, Հայաստանի պետանության կոմիտեի նախագահը, այսինքն սովետական KGB-ի Երևանյան Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը։ Այսինքն ստացվում է, որ KGB-ն ղեկավարում էր միտումները սովետական, հասկանում եք ոնց է, իհարկե ազգային կերպարով եւ այլն։ Հիմա ես ասեցի ինչի համար, որ իմանանք, թե ինչ քննի առաջ են կանգնել։ Մենք այսօր պետք է տարածված խոսք կա, մեր օրերի մասին է, արձանագրենք, որ այո, Արցախը կորցրել ենք, ինչպես ժամանակին 1946-7 թվերին ֆեդերատիվ Գերմանիան, Արևմտյան Գերմանիան կորցրեց Արևելյան Գերմանիան, եւ Ադենաուերը գնաց կամավոր այդ քաղաքականությանը։ Այն ժամանակ էլ Մոսկվայից պնդում էին, որ ճիշտ է Արևելյան Գերմանիան պետք է միացվի Արևմտյան Գերմանիային։ Ուրեմն հետագայում Գերմանիայի կանցլեր առաջնորդ դարձած Ադենաուերը Կոնրադ կատեգորիկ դեմ էր։ Զարմանում էին, ասում էին ինչ է պատահել։ Սովետական զոնան միացնենք նաև անգլիական, ֆրանսիական, ամերիկյան զոնաներին, ինչ վատ բան կա։ Նա ասում էր այդպես չի, ասում է այս ռուսները դեմ են արել Արևելյան Գերմանիան, որ պետություն դարձող Արևմտյան Գերմանիայի միացնեն, որ հետո պայթեցնեն միջից։ Մեզ մոտ ստացվեց մոտավորապես կորստի իմաստով նույն քաղաքականությունը, Հայաստանը ստիպված, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը եւ ովքեր որ հասկանում էին խնդիրները, ուրեմն խուսափեցին, հրաժարվեցին Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններից, որ ակնհայտ է, որ սադրվում էր Մոսկվայի կողմից եւ նրա պրոքսիների Երևանում, որ այս անենք, եւ մենք վերջնականորեն մեր բանակի վերջին բեկորները ջախջախվելու էին, Հայաստանը օկուպացվելու էր կամ ադրբեջանցիների կամ ռուսների կողմից։ Բնական է, որ մենք չէինք համաձայնվելու ադրբեջանական օկուպացիային, որտեղ բանակ չունես, պետք է օկուպացվես, ուրեմն ռուսը նստած էր լինելու որպես ռուսկի միրի։ Հիմա ես ես հարցապելին ասեմ, ենթադրենք այդ տարբերակը, որի վրա Ղարաբաղյան կլանը գլուխ է ջարդում, գողական աշխարհը, գողապետությունը գլուխ է ջարդում եւ գլուխ պետք է ջարդի, դուք պատկերացնում եք Հայաստանը հատուկ պայմանագրային ձևականորեն հարաբերություններով միացած Ռուսաստանի հետ։ Դուք պատկերացնում եք ինչ է լինելու։ Այսօր մենք երևի Հայաստանում երիտասարդ մարդ չունենայինք, որոնք մեծ մասամբ զորագոչված չլինեին եւ այսօր ռուսական ռազմաճակատում չկռվեին ուկրաինացիների դեմ։ Միանշանակ է, չկասկածեք։ Եվ տարօրինակն ինչ է որ այո զորակոչ անմիջական, ես այն ժամանակ եմ զգուշացրել, գլխի էին գել, ասի սրանք շտաբում են, Էհո Քոչարյան Ռոբերտի տղեկը, երեխեքը կամ Սերժ Սարգսյանն իր աղբոր տղեկին պետք է ուղարկել ռազմաճակատ կամ սրանց նմանները։ Այնքան ինչքանով ծառայել էին պետությանը, այս բացատրացրու էկրանը։
կներեք։ Կներեք, այս տեխնիկական մասեր։ Ուրեմն միանշանակ զորակոչեր լինելու եւ պատկերացրեք, քանի դիվիզիա են ուղարկելու, քանի բրգադ էր ուղարկվելու, ուրեմն Խերսոններում ռուսների համար հերթական անգամ մեռնելու, ինչպես որ եղավ հայրենական պատերազմ կոչված տարիներին 600,000 հայություն զորակոչեցին, 300,000-ից ավելին չվերադարձան, այսօր թքած ունեն։ Մի ռուս չի հիշում, որ Հայաստանն ինչ է, Ադրբեջանի նավթը հիշում են, բայց հայության մարշալներին չեն հիշում։ Եվ այսպես։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ուրեմն այսօր այդ պատմական հիշողությունը իմ նպատակը բորբոքելը չի։ Իմ նպատակն է, որ մենք վերջնականորեն հասկանանք։ Ուրեմն այսօր հայ քաղաքական վերլուծական մտքի մեջ, այդպես ասենք, մի սխալ տեսակետ է ճուր տարածվում, երևի հիմքես է, քանի որ խաղաղություն ենք ուզում, ուրեմն մենք սկսենք մեզ փնովելը։ Եվ ինչ են ասում, այո, ասում են Արցախում կային մարդիկ, որոնք ադրբեջանցիների հանդեպ թշնամանք էին տարածում։ Այո, եղել են, անշուշտ եղել են, բայց ադրբեջանցիները հայության հանդեպ ինչ են արել, եղբայրություն են կարոզել։ Հասկանում եք, սա ինչ տկետ տեսակետ է, որ կրկնվում է հայության կողմից։ Այս մեկը։ Իհարկե դրանք մեր աչքի լույսերը չեն, եթե աղդոտ գործ են արել, դա պիտի ապացուցվի նախ։ Երկրորդ մասը կա։ Աստվածում է, որ եթե հայությունը փեզ ու խոնար կապրեր Արցախում, ուրեմն ոչ մի խնդիր չկա, ծլել ծաղկելու էր։ Եվ ոչ մի խնդիր չկա, ադրբեջանցիների հետ եղբայրաբար ապրում էին։ Բայց այդ դուք եղբայրությունը ոչ մեկը չեք տեսել։ Հիմա կոնկրետանանք հարցի բուն բնածքի։ Ասելիքիս իմաստը ինչու է այսօր այս դժվարին ժամանակներում ինչու ուզեցին հարցին անդրադառնալ։ Այն պատճառով, որ այսօր աշխատենք ալկյան ախորները մաքրենք, որպեսզի մեր 4-րդ հանրապետությունը, որ ուզում ենք հիմնադրել, որ նա մաքուր հիմքերի վրա առաջանա, պատմական ճշմարտության, ժողովրդի գենետիկ հիշողության եւ ուրեմն արդար սկզբունքների վրա մեզ համար։ Այդ արդար սկզբունքներն աշխարհում մեզ հետաքրքիր, ուրիշ ոչ մեկին մեր արդար տեսակետը չի հետաքրքրում, ուրիշին հետաքրքրում է մեր ուժը, մեր կարողությունը, մեր հայրենասիրությունը եւ մեր քաղաքակրթական մշակութային արժեքը։ Մնացածը ֆնդախ է, կներեք թուրքերեն բառի համար։ Հիմա շարունակեմ ասելիքիս իմաստը։ Ինչ կա, իհարկե, ես ինչու հիշեցի Յուզբաշյանին։ Անշուշտ Մոսկվա ԿԳԲ-ի միջոցով Արցախյան շարժումը կառավարել է եւ ԿԳԲ-ի միջոցով ուրեմն հարցը բերեց ցանկուցալուծման եւ ԿԳԲ-ի սպա Շահրամանյանով ստորագրել տվեց վերադարձրեց Ադրբեջանին թուղթ համասելով ինչպես դուք եք ասում հասկանում եք ոնց է ուրեմն այս մասը վերցնենք ռուսական ԿԳԲ-ն համագործակցաբար Ադրբեջան Հայաստան եւ այլն բայց ընդհանուր կենտրոնը ես ասեմ որ ընդհանրապես մտնելիցը հանեք Հայաստանի Հանրապետության սովետականի մասին է խոսքը ԿԳԲ չի եղել այդ ֆիքսիա է չի եղել ընդհանրապես պետական, դա եղել է սովետական միության ու պետանվտանգության կոմիտե, որի մասնաճյուղը Երևանում էր։ Ընդհանրապես սովետական տարիներին հայ չեկիստ չի եղել։ Ազգությամբ եղել են սովետական չեկիստներ, որ ազգությամբ հայ են եւ կատարել են Մոսկվայի որոշումները, դրանք ուղղությունից մինչեւ հիմա են հավանաբար ծառայում են Ռուսաստանի շահերին։ Պաշտպանել են բացառապես Մոսկվայի շահերը։ Հիմա այդ ուզում եմ հիմա այդ տարածում է որ Յուզբաշյանը քանի որ ուզում են ազգային ԿԳԲ ստեղծել, դու հեքիաթներին հավատում եք։ Յուզբաշյանը սովետական միության ԿԳԲ-ի գեներալը, ինչպես կարող էր իրեն թույլ տալ սպանեին, չէ՞ ոչնչացնեին։ Ինչպես որ հիմա են անում։ Ուրեմն այս հեքիաթներին պետք է դնենք կողքի, ընդ որում իմ նպատակը չի որևէ մեկի հիշատակի մասին որևէ բան ասելը։ Ձեզ այդ երկխոսությունն է։ Ուրեմն մենք պետք է հարցի մեջ բարձություն մտցնենք։ Ժամանակին Արցախը ուրեմն առանձնացվեց Հայաստանի Հանրապետությունից, խոսքը հիշեք թիվն եմ ասում, 1920 թվականի մայիսին թույլ չտվեցին հայ բոլշևիկները Մոսկվայի հրամանով, որոնք Հայաստանում մայիսյան խժդժություններ կազմակերպեցին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը բանակային ուժով կարողանար ուրեմն Արցախը միացնել ուրեմն առաջին հանրապետության եւ հարցը կագեր։ Եվ այդ օրվանից ծնվեց Արցախի հարցը Մոսկվայի գիտությամբ, Մոսկվայի հրամանով եւ հայ բոլշևիկների ձեռքով։ Այդ չմոռանաք, հայ ռուսներն ինչ անում են մեր դեմ, անում են մեր տագանքի ձեռքով։ Եվ դա այդ փաստ է, որևէ բան չկա։ Հիմա շարժվենք առաջ։ Այսինքն օգտագործում են մեր ժողովրդի մի մասի միամիտ ռուսացիությունը, միասին մյուսներն խարդախությունը։ Խարդախությունը եւ ռուսացած լինելը։ Դա այսպես շարունակենք այսպես։ Հիմա ինչ առանձնացնենք մենք Արցախյան հարցի մեջ։ Մինչև այդ ասեմ, որ մենք այս տարին ձեզ հետ միասին, իհարկե Արցախը, որ ռուսը սարքել էր խնդիր 1920 թվականի մայիսին, խնդիրը վերեց հանգեցրեց եւ նա վերադարձրեց ուրեմն Ադրբեջանին։
հարցը փակվեց, բայց մենք սովետական Հայաստանի տարածք ամբողջապես, որ Արմաթի այդ քարտեզով ցույց է տալիս, մենք կարողացանք ծեսել միասին Հայաստանի Հանրապետության պետությունը կայացնել։ Հիմա այդ պետությունը կայացած է, եւ դուք տեսնում եք, որ Ռուսաստանը, հիմա ես չեմ հոգնի ասելուց, որտեղ մեկ չեկիստներ կան, հենց Ռուսաստանի անունն է տալիս, երկինք են թռնում, ասում են դե տեղական նյութով բավարարվեն, տեղական նյութով ոչինչ չեք հասկանա, տեղականով հասկանալի չի։ Երկու օջախ դիմադրության Ռուսաստանը սարքեց այս մի քանի ամսվա մեջ, փորձեց ուրեմն իշխանություն ստեղծել սեպարատ Ալեքսանդրապոլ գումարի Լենինականում, Վարդանիկի միջոցով, եւ ես գոհունակությունս պիտի հայտնեմ Հայաստանի քննչական կոմիտեին, որ երկրորդ պատիժը սահմանեց երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա։ Այն գողականությունը այս բարակային զրոյական բան է։ Գողացել է վերջին հաշվով, սրանց գողացած եթե բանը մեր երկրում է մնալու։ Բայց Վարդանիկին դա քրեական հարց է։ Բայց Վարդանիկը ես նա շուտ էի ասել, չէ, սեպարատ դիմադրության օջախ են ստեղծում։ Դուք հիշեք, որ ուրեմն Գյումրի հավաքանու այդ հիմնադիր կամ բացման նիստին նստած էր 102-րդ ռազմաբազայի գեներալ կամ սպայ։ Ես վստահ եմ, որ նաև հրամայում էր, թե Վարդանիկն այդտեղ ինչ է անելու։ Այդ օջախը ջնջխվեց։ Եվ նրանք ովքեր որ միամիտ ձևով պաշտպանում են Վարդանիկ, դա պիտի խնդրել իրենց, աղաչել, ասել եղբայր, քույր, մարդ, ապուշ, մտածի, առանց մտածելու մի խոսի, բայց երկրորդ մասը, ովքեր պաշտպանում են նրանց, սրանք միանշանակ ռուսական դաշտի ծառայության աշխատակիցներ են, միանշանակ, ովքեր որ գիտակցաբար են պաշտպանում, բայց նկատի ունեցեք, գողականության շիրմայի տակին նականում, որտեղ Գյումրին իրենց ասելով ինչ է հայտնի, բայց մեր Գյումրին է, մեր ժողովուրդը դա չի, հասկանում եք ոնց, ինչ եմ ուզում ասել, քննչական կոմիտեն ըստ էության վիշապի գլխին խփեց, այդ հոդվածը տնելով, եւ ես կարծում եմ, որ եթե նույնիսկ այն քրեական հոդվածների մեջ ինչ խարդախություն պետք է լինի, նույնիսկ դատավոր եւ այլն փող պետք է աշխատել, մյուսներին ուզում եմ ասել, լսեք, պետության ու ժողովրդի ճակատագրի հետ չխաղաք, այն հոդվածը, որ դրել եք անկախության, չոկեցրեք մինչեւ վերջ, նա պետք է 40 տարի նստի, որտեղ նա փորձեց, հիշում եք ինչ էր խոսում, Լենինականի անկախության մասին էր խոսում, անկախության բառը հիշեցնում եմ, ես վստահ եմ, որ ռուսներն են հուշել այդ անկախ բառը, եւ հիմա այն առողջություն չունի, ինչ որ հիվանդ է, չի կերել, ինչ է ուզում ուտի, ամբողջ կյանքը կերել ես, երկորեն մի կեր, կնիհարես, ուրեմն սրանք հին պրյոմն են օգտագործում Հայաստանի գողական աշխարհի, որոնք իշխանություն էին, հենց հիվանդանում են, բարձում են, համ չեխոտկա են, համ ստամոք չունեն, համ չգիտեմ առողջություն չունեն, առողջություն չունեք, ես չունեք, ինչ եք գալաթանում, սկզբից մտածեք, որ նստելուց առողջության մասին չմտածեք, հիմա սրանք ճամփեն փակվել է, բարձվում է, որ եթե նրանք հաջողությամբ նստում գնում էին Իզմիրյանով, այս երկրորդ դիմադրական օջախը չէ, ուզուրպատորի սեփականությունն է կամ տնելությունը, այնտեղ չեխոտի եւ մեռածի թուղթ էին անում, հիշեք քանի մարդ մեռածի թուղթանից փախավ Գերմանիա, Ռուսաստան, հիմա այս մեկը լինի Կարեկինին ինքը թուղթ տա, որ հիվանդ է, ինքը ձեզ ոնց տա այդ թուղթը, այս ուրեմն այս մեկ այդ օջախը զսպվել է, պիտի զսպվել մինչև վերջ, ես իրավապահ համակարգի, արդարադատության համակարգի մարդկանց ինչ եմ ուզում ասել, նույնիսկ խնդրում եմ, աղաչում եմ, չզիջեք, ինչ կուզեք կանեք, եթե դրա ունեցվածքը ձեռից պետք է վերցնեք, մի մասը տակ պետության, մի մաս, էլի չեմ ասում ներելի է, էլի հնարավոր է հանդուրժել, որովհետև դա ձեր դեպի թորներին է մնալու։ Իսկ անկախության հարցում, այս հարցում երկրորդ հոդվածը պիտի քշեք, խրեք մինչև խազը, մինչև վերջ, շունչը տեղը չկա, ցանկացածի։ Ուրեմն դա ուրիշ բան է։ Երկրորդ օջախը, գիտեք, եկեղեցին է։ Բորբոքեցին, տեսան բան չերնում, ուրեմն բորբոքեցին եւ ահա բարձրաստիճան հոգեվորական, որ ասում են մարդկի չմնա, ուրեմն Հակոբ Բարոնյանի նման չես իմանում, խնդաստել ասի ճանես, բարձրաստիճան, բայց այս բարձրաստիճանները, որոնք պիտի լինեն օրինականության, չէ, բարոյականության, մտքի, սիրո, Քրիստոսի ծառաներն են, չէ, օրենքի գերականներ, որոնք սովորում են իբր թե գոշ են կարդացել եւ այլն, սրանք ռազմաֆեոդալական բդեշների ունի համախումբ են։ Ասում են մարդը 40 տին ունի, ասում են դե ինքը լավ մարդ է։ Դու չենք ասում հարև ունի թե չէ։ Ինքը օրենքի հետ ինչ հարաբերության մեջ է, խոսքը սրա մասին է։ Իսկ օրենքը պետք է գործի ամենայն դաժանությամբ։ Եվ ես ենթադրում եմ, որ եթե Կարեկինի հարցը լուծվի, ենթադրում եմ, ունեմ իրավունք։ Սամվել ուրեմն Կարապետյանի ուրեմն այն իրավապահ համակարգի քննիչներին ասեմ, էլի գործարկողներին, որ բարեր չորոնեք, որ ուրեմն կաք Հայաստանում, թող աշխատեք,
տեսակ ուրիշտեղ այդ մարդուներ տոկոս տալիս եք թե չգիտեր, ուրեմն այսպես գործ սարքեք մի խոսքով։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, նայեցեք, այս մարդը հավաքել է շուրջը եւ մի աղմուկ աշխարհում է, աղմուկ, աղաղակ, էս ինչ եք անում, ինչ են անում։ Կարող է կաթոլիկ եկեղեցում մանկապարտության համար, եթե որևէ մեկը բացահայտում է, չեն դատում, հա։ Հնարավոր է։ Այդ ինչ ուղեղ է։ Ուրեմն եթե կաթողիկոս է, մի ժողով պետք է բռնաբարի, հա, եւ քանի որ ինքը կաթողիկոս է, հայոց հայրապետն է։ Դրա համար ես հավաքական իմաստով ասեմ, եթե կներեք ինձ իհարկե 1000 անգամ, եթե բռնաբարելու իրավունք կա, այդ բռնաբարողը միայն իրավունքով հայ ժողովուրդն է, որ պետք է իր տականքին բռնաբարի եւ վերջացնի անկախության դեմ, իհարկե կներեք ինձ այդ բաների համար, որտեղ իրենք խոսքը տանում են դրան։ Եվ լեգիտիմությունը կորցրել են։ Հիմա հարց են տալիս հայոց ուրեմն բարձրաստիճան հոգևոր դասին, որը վստահաբար Ռուսաստանի շահերով է առաջնորդում կամ չգիտեմ Ղարաբաղյան կլանի հետ է եւ նրանց շահերն է եւ այսպես աղմուկ աղաղակի սարքեք Գրիգոր Լուսավորիչի գահը պիտի ազատեք եթե օրենքի հետ խնդիր չունեք ինչ եք իրար խառնվել ինչ է պատահել հետո է հաջողով այսօրով է դուրս եկել հայաստանյան առաքելական եկեղեցու դեմ եթե ոչ դուք օտարի շահեր սպասարկողները կամ գողապետության կամ արտոնյալ կյանքով ապրելու եւ ձեր բարքերը շարունակելու մաքուրդ ոչ մի խնդիր չկա եւ մեր եկեղեցին ես շատ արագ պիտի կա հայաստանյաց առաքելական եկեղեցու իր կարգավիճակին որովհետեւ ծառայի Քրիստոսին իսկ որովհետեւ Քրիստոսն է բարի աչքով նայ հայ ժողովրդին ու այս հարցը փակում են եւ իշխանություններն առաջարկում են շտապեք եւ հարցը փակեք եթե ես չեմ կասկածում որ սրանց վրա գործ կա հատկապես եթե Վարդանիկի վրա գործ կա տարածքային եւ այլն իհարկե ես չեմ կասկածում որ առաջի դեպքի վրա հաստատ կա որովհետեւ նա պիտի պատասխանի մի հարցի ինչու է Կոպիկինի ձեռից ստացել շքանշան մեկ այդ ժամանակ երբ որ այդ պետության ղեկավարը Արցախը հանձնում էր Ադրբեջանին մեկ եւ երկրորդը Մինսկ գնալուց պայմանականորեն այնտեղ հանդիպել է ռուս գեներալների թե չէ եւ դա ինձ թվում է մեր անվտանգության մարմիններին երևի թե հայտնի է Սա պետք է պատասխանի հայ ժողովրդին եւ ոչ թե հեքիաթներ պատմի ինչ որ չգիտեմ ինչ խոսի ես հիշեցնեմ սրանից հետո կվերադառնամ ու թեմային Ժորժ ջան հիշեցնեմ մեր եկեղեցու ցակումնաբանությունը ասել եմ չեմ հոգնի կրկնելուց եւ վերջին անգամ ասեմ 301 թվականին եւ դրանից առաջ երբ որ Տրտակ մեծը եւ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանը դարձրին քրիստոնյա պետություն եւ 301-ին հրճակեցին պետականորեն կրոն ընդունած եւ այլն ուրեմն ասեմ հետեւյալն է իրողությունը Տրտակ մեծը հավաքում է եպիսկոպոսատ ժողով եպիսկոպոսների ժողով եւ առաջարկում է եպիսկոպոսների միջի ղեկավար ընտրել այսինքն հայոց Գրիգոր Լուսավորիչին հասկանում եք ոնց է եւ ժողովը քվեարկում ընտրում է Գրիգոր Լուսավորիչին բայց դուք տեսեք հարցի նրբությունը այստեղ քաղաքական հարց կա ժողովը նախատահում է արքան թագավորը դա նշանակում է պետության առաջին դեմքը թագավորն է ուրիշ ոչ մեկը դա նշանակում է նաեւ որ Գրիգոր Լուսավորիչը հայոց հայրապետ է դարձել թագավորի ուրեմն օրհնանքով դա նշանակում է որ պետական հիերարխիայի մեջ թագավորն է առաջի դեմքը երկրորդը Գրիգոր Լուսավորիչը եւ մեր սփյուռքահայ հարազատներին ասեմ որ հայության աշխարհասփյուռ լինելու փաստը որը պատմական արդյունք դարձավ ամենևինը չի ապացուցում չի պահանջում որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու հայրապետը լինի հայոց հայրապետ չի կարող լինել եւ առաջի դեմքը պետության ղեկավարն է որից գահը պայմանական ստանում է օրհնությունը ստանում է ինքը կաթողիկոսը չնայած թվում է կաթողիկոսը պետք է օրհնի եւ վերջ քննարկում չկա եթե օրինակներ բերեմ դուք կպատկերացնեք Պուտինյան Ռուսաստանը Կիրիլը շնչի մի հատ բանի դիմաց է հա Պուտինի դիմաց շնչի կպատկերացնեք այնր գնա միտեղ ասենք հիմա ուր գնա Կիրիլը գնա Ուկրաինա պատկերացնում եք Պուտինն ինչ կանի հա այդ ոնց է Հայաստան այնտեղ չի կարելի այստեղ չի կարելի Անգլիան են գնում դուք գիտեք որ ես իմ գուցե շատ ճիշտ չեմ բայց կարծում եմ ճիշտ եմ անգլիկան եկեղեցու պետը թագավորն է նաև Այդ խերները չի ասել, ինչու, որովհետև եպիսկոպոսները անկախ լինելու մեկ ցանկություն են հայտնում, ուրիշ բաներով զբաղվելու ցանկություն են հայտնում, որովհետև չծառայեն Աստծուն եւ իրենց գործին։ Ուրեմն սա պետք է հատաժների տողանեք բոլորս եւ երկրորդ ուրեմն հիշատակումն անեմ, ասենք այն Արցախյան հարցին, որ ես ասում եմ, ինչի է այսպես ստացվեց այս շարադրանքը։ Ասում են, որ թագավորը երբ նիստեր գումարում կամ ինչ-որ հանդիսավոր բան էր լինում, ինքը իր կողքին, ոչ թե Գրիգոր Լուսավորիչը, այլ թագավորը մի աթոռել էր դնում, գա,
որի վրա բազվում էր հայոց հայրապետը, այսինքն սա նշանակում է հավաքական։ Գերական թագավորն է, չի կարող հակառակը լինել։ Եվ ես ասեմ, ուշադիր եղեք, այս մարդու խոսքերի մեջ նույն Վարդանիկի խոսքը կա, եկեղեցին անկախ է, եկեղեցին չի կարող անկախ լինել։ Ումից է անկախ, Հայաստանի իշխանությունից, հայ ժողովրդից, եթե ինքը դրանից անկախ, ուրեմն կախյալ է Ռուսաստանից, ուրիշ տարբերակ չկա, չի կարող լինել։ Նա կարող է ավտոնոմ լինել, ինքնավար լինել, որը մենք բոլորս հարգում ենք։ Դենտեղից է ռուսների կողմից ինչ-որ մեկը, այնտեղ դուք գիտեք, ռուսները մեր եկեղեցին չեն ընդունում։ Իմացեք, հոգևորական դասը չի ընդունում։ Մեզ հաշվում են հերձվածողներ, իրենք մեզնից 40 տարի հետո են քրիստոնյա դարձել, բայց իրենք որոշել են մեր եկեղեցին հերձվածողական է եւ այլն, այդ չմտնենք դեռ։ Բայց այսօր տպած, ինչ են անում, հերրագերի հետից, անկախ եկեղեցում, անկախ է ձեզնից, մեզնից անկախ չի կարող լինել։ Քանի որ այս կաթողիկոս այդ կուրսը չի վարում, ինքը պիտի հեռանա եւ վերջ։ Իրեն պիտի խորհուրդ տվի։ Օրինակ ես չեմ հասկանում։ Այս հոգևոր դասի, լավ չեք մտածում եք, որ կարող եք դիմակայել պետական ուժին։ Դուք եք մտածում եք դա հնարավոր է, ֆոկուսներ անեք։ Ուրեմն միլիոնավոր դոլար մետը մենք իշխանության լինենք, ձեզ հաշիվ ենք ներկայացնել, այդքան ժուրնալիստին, այդքան ուրեմն լրատվամիջոցների վրա ինչքան փող եք ծախսել, ում փողերն եք ծախսում, որ այդ ուրեմն հրձիկ խմբերի նման գցում եք սրանera հետևից, իբր թե ձեզ օգնեն, ով է օգնելու։ Ոչ մեկը չի օգնելու։ Դուք հույսներդ Ռուսաստանի միջամտության վրա եք դրել։ Մեկը լինի այսօր Ռուսաստան փրկի, այդքան ուղեղ չունեք, դե հանգիստ վաղը հանձնվում եք Գրիգոր Լուսավորչի գաթոռը վերադարձնում եք հայ ժողովրդին, ասեցի, Հայաստանի առաքելական եկեղեցին, որպես իր պարտականությունները կատարի Աստծո եւ Քրիստոսի հանդեպ, որ Աստված էլ ուղղորդի հայ ժողովրդին խաղաղ եւ երջանիկ կյանք, եթե մարտական է պետք, էլի ինքը ուղղորդի, հնարավոր չի։ Եվ դուք վերջապես աշխատեք հայ ժողովրդի համար, եւ ոչ թե ֆրֆրակ աշխարհով եք, խոսքը նրանց մասին է, ովքեր որ անում են դա։ Եվ ես զարմանում եմ մնացածի վրա։ Ես վստահ եմ, որ ճանաչում եմ նաեւ։ Մենք ունենք պարկեշտ, կրթված, Հայաստանյան առաքելական եկեղեցում նվիրված ահռելի քանակությամբ հոգևորականներ, ինչի՞ց են չեք անում։ Աշխարհից այլին ումից եք վախենում։ Ինչու՞ չեք ուզում վերադարձնել վիճակ այնպեսին, ինչպեսին հայ ժողովուրդը ապրել է հազարավոր տարիներ իր եկեղեցուն գրկած, եւ եկեղեցին իրեն ծառա եւ այլն, ինչու՞ չեք ձեն անում։ Գոչ եմ անում բոլորից։ Բուենոս Այրես, ինչի՞ չեք անում։ Միացյալ Նահանգներ, քանի թեմ կա, Ավստրալիա, որտեղ ասել, Ռուսաստան եւ այլն, ինչու՞ չեք վախենգեցանում այդ դրա եղբորը։ Ումից եք վախենում։ Այդ կամքետի շտարը, որ այս ամեն ինչի մեջ այդքան զգուշավոր եք։ Հոգևոր դասը շտար, այս մարդու հարցը պիտի լուծի։ Ինչ եք թողել միայն իշխանության վրա, այն էլ պիտի թե ռուսները պիտի կան իրեն ուղղաթիռով գողանան տանեն։ Նայեցեք, ես ձեզ ասել եմ ռուսները, որպես կանոն, եթե ուղղաթիռով հայ իրենց սեփական մարդ են դրնում, տեսեք, բակո մակոները, որոնց հանձնեց Բաքվին։ Եթե ուղղաթիռով ձեզ վերցրին, փախցրին Հայաստանից, հաստատ սեպտովն են գցել, որոնք միշտ չերևակ, որտեղ իրենք հայ ժողովրդի բարեկամությունը շատ կարիք ունեն։ Տեսեք, վերջին ռուսական քարոզչական բաներն են։ Դա ասում է հայ ժողովրդի ու Հայաստանի մեր համար այնքան էլ կարևոր միջպետական հարաբերությունները չեն։ Ասում են, բա որն է, այլ մեր ժողովրդների բարեկամությունը։ Այդ որտեղ է ժողովրդի բարեկամությունը։ Եվ ես ասում եմ, որ դուք մեզ հետ պիտի վարվեք որպես միջպետական հարաբերությունների սուբյեկտի, եւ ուրիշ ոչինչ։ Հասկանում եք ոնց է, եւ այդպես էլ լինելու է։ Հիմա խնդիրը Ռուսաստանը չի։ Հասկանում եք ոնց է, խնդիրը մեր մեջ է։ Մի ծառայեք օտարին, մի քիչ արժանապատիվ եղեք։ Այդ Բագոյի ճակատագիրը, այն Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը ձեզ բան չի ասում, դա լավ չէ լինի, որ Մոսկվայից որ թռավ եկավ, ինքնաթիվից դուրս թռնել։ Բայց չի որ Մոսկվայից էին Ստեփանագերտ ուղը։ Դե մենք հարիվ ենք, հա ինքը եկավ, մեռնում էր Ստեփանագերտի համար, ասել են գնանք, որ գնաց Հայաստան վարչապետ դառնաս։ Գնաց Ալիևին վարչապետը դառավ։ Եվ այսպես, ուրեմն դրա համար նկատի ունեցեք, այս բոլորը շատ դաժան է։ Պետության հետ խաղ չեն անում, իսկ մնացածն ասեմ, որ իհարկե մենք վերջի շրջանում տեսնում ենք, թե մեր իրավապահ ավելի շուտ անվտանգության ուժերը ինչ նախանձախնդրությամբ են հասարակական կարգը պաշտպանում, շնորհակալություն իրենց, բայց մի բան կա, ես կարծում եմ իրենք պետք է աշխատեն ավելի պրոֆեսիոնալ եւ առանց աղմուկ աղաղակի, առանց բանի, վերցնում տանում են, ինքնաթիռը դնում են ուղարկում են, չի պատահել, թող գնան գտնել, իրենք ոնց է վերաբերվել ուրիշի հետ։ Ուզում եմ ասել, արագ է պետք, ժամանակները շատ խառնակ են, նկատի ունեցեք, եւ երկիրը կարող է կանգնել վտանգի տակ։ Ուրեմն տեսնենք ռուսները դիմադրությամբ, անկախության էլ ինչ օջախ պիտի ճարեն։ Իսկ թվում է սպառեցին, եկեղեցուց հետո էլ ինչ։ Բայց կտապրեք կտեսնենք, ամենացել է մի հատ օլիգարխ ընդեղից մեկ անհասկանալի հայերենով, բանով, հայերեն է խոսում ռուսերեն, սրան ուղարկեն, դրանց էլ էսպես։ Ես իմ սկզբունքն եմ ասում։ Կարծում եմ, որ դուք ինձ հետ համաձայն եք։ Ցանկացածը,
որ օտարափերից, թեկուզ Հայաստան ներսից, Հայաստանի ինքնիշխանության դեմ պայքարի նպատակով պիտի կա, այնպիսի պատիժ պիտի ստանա, որ մինչև 7 օրը սարսուռ զգա։ Եվ վերջ, այս բոլորին պիտի վերջ տրվի։ Օտարափերից կան եղամ է, դե չէ աշխարհացնու ժողովուրդը, մեկ է տեսավ, մեկ է ուրեմն այնտեղ նարկոտիկի տակ Մեքսիկայից գորի իշխանափոխություն։ Եվ որովհետև Էսկոբարի հետ մոտիկ եղել, այստեղ պետք է փոխի վիճակը։ Հասկանում եք ոնց է։ Ուրեմն բոլորը, մենք բոլորս պարտավոր ենք մեր պետությունը իշխանությանը հարգենք, մինչև նոր ընտրություններ։ Եվ այդ մտայնություն անեք, իշխանափոխություն։ Այն ռուսերեն լավ բառ կա, հայերեն չեմ ասում առհասեն։ Հասկանում եք ոնց է, ինչն է։ Իշխանափոխություն, այո, բայց ընտրությունների ճանապարհով։ Թե չէ, այն մեկը կա, աղոթներով, Անտիլիասից բանը տոն է տալիս։ Այս իշխանությունը պետք է փոխվի։ Դու փոխես Լիբանանի իշխանությունը փոխի, ռիսկ ամես, հա։ Ամեն մեկը ես յուրաքանչյուրից ասում եմ, եթե իր երկրում ապրած, որի քաղաքացին է, ռիսկ չի անում այդ պետության դեմ, Հայաստանի հանդեպ հարգանքով պիտի վերաբերվի վերջ, ավելի չի կարող լինել։ Եվ այդ բաշի բուզուկի տրամաբանությունը, այս ուրեմն իշխանությունը ինչ է դի փոխեք, ինչ իմպիչմենտ։ Ընտրություններում հաղթեք։ Այս ախորժաններն բացվել է, ասում են միլիարդավոր դոլարներ եք ծախսելու։ Ուրեմն ասեմ, որ անվտանգության ուժերը պիտի որ բոլորին ով փող շարժի, պետք է գլխատեն տեղում։ Հասկանում եք ոնց ու վերջ։ Մենք այս անգամ պետություն ենք դառնալու, եթե չէ, Արցախի ճակատագիրը նկատի ունեցեք։ Տեսեք, եւ նաեւ բարի նախանձով նայեք։ Ուկրաինացիները ժողովուրդ չեն, այսքան զոհողություն կտան պետության ու հայրենիքի համար։ Հասկանում եք ոնց է։ Ուրեմն Արցախյան հարցի վերադառնամ, մեր դիրքորոշումը կարծում եմ բոլորս միասին համաձայն ենք։ Եվ կաթողիկոսը պիտի գնա։ Այդ աթոռը մեր ժողովրդի շատ է պետք։ Եվ աշխարհում է բերգնեմ հայ, աշխարհում է հայտարարում եմ։ Եկեղեցու դեմ գործում է Գալեքին, ուզուրպատորը իր թայֆով։ Ուրիշ ոչ մեկը։ Իսկ մենք բոլորս բուսացություններ, կառավարություն եւ կռիվ է տալիս մեր եկեղեցու համար, որովհետեւ նա գերությունից վերադառնա հայաստանյան ծառայության, Քրիստոսին եւ հայ ժողովրդին, ուրիշ ոչինչ։ Ուրեմն այն հեքիաթներ չպատմեք, այնտեղի չգրեք եկեղեցու դեմ են։ Այդ ով որ գնում ինքն է եկեղեցու դեմ, հենց ինքը դեմ է։ Շահ ունի, ինչ որ շահ ունի։ Կարող է պետոֆիլ է կամ չգիտեմ ինչոֆիլ է, աֆրիկաֆիլ է, չգիտեմ ինչ է։ Ուրեմն վերջացնում են թուրք է, ռուս է, բայց հայ չի։ Եվ այդ թուրքերս այս խոսակցությունները դադարեցրեք։ Հասկանում եք ոնց է։ Ուրեմն այդ չեկիստական խորամանկությունները, պրիմիտիվ, տկեղ, եւ այս բանը պետք է վերջանա։ Հիմա Արցախի հարցով ինչ եմ ուզում ասել, երևի դրանով էլ վերջացնենք։ Հիմա ես կարծում եմ, որ Հայաստանից շատ չպետք է մեղադրանքներ Արցախի ուղղությամբ մեր այն ժամանակներ տարածվի, որ Արցախցին Ադրբեջան մեկը լարում էր, իհարկե եղել են լարում, բայց կարող է ադրբեջանցիները հայության հետ մի երջանիկ դրդախառնվել էին, հա, այնտեղ էլ խառնակիչներ կային։ Ես ձեզ որպես քաղաքագետ ասում եմ, որևէ ժողովրդի հանել հեղափոխության, ազգային ազատագրական պատերազմի հնարավոր չի կամ պայքարի, եթե ներքին պրոբլեմ չկա, եթե հիվանդությունը ներսից չի, իսկ այդ հիվանդությունը Ադրբեջանից է գալիս։ Ինչ է արել Արցախի ժողովուրդը, ոչ մանը չի արել։ Ինքը փորձել է միամտորեն, ինչպես բոլորս, ես նկատի չունեմ ծառայություններ, մեջ երկողները, որ հնարավոր է ժողովրդների ինքնորոշման իրավունքը ռեալիզացնել։ Դա մեր միամտությունն է, որ հնարավոր է ինքնորոշվել այն դեպքում, երբ դիվիզիաներ չունես։ Կյանքը ինչ ապացուցում, եթե ունես դիվիզիաներ, եթե ունես հովանավոր պետություն, այնպես ինչպես Ամերիկան, այսօր տեսեք, Հայաստանին օգնում է։ Եվ Ադրբեջանը կանգնել է, Պուտինը պապանձվել է, տակից է գործում։ Եթե չունես սրանք, ինքնորոշման իրավունք հնարավոր չի ռեալիզացնել։ Իսկ Արցախում ինչ եղավ։ Արցախում եղավ մարդիկ նադայել եղած ադրբեջանական թրքացման քաղաքականությունից եւ էթնիկ նեղումներից, հասկանում ես, Արցախի ժողովուրդը որպես քաղաքագիր ժողովուրդ ոտի կանգնեց եւ ինքնորոշման իրավունք էր բանջում։ Հիշեք պարտիան Լենին Կարբաչով ինչ էր։ Ինքնորոշվել են ուզում։ Նույնիսկ մարդիկ ասում են ինչ տարբերություն ձեզ համար։ Ռուսներին էին ասում Մոսկվայի։ Մենք ուզում ենք մեր մայր հայրենիքի հետ ապրել, ձեզ համար ինչ տարբերություն։ Բայց Մոսկվան մեր աչքը մտցրեց։ Պուտինը 20 թվականի մեր աչքը մտցրեց, թե որն էր տարբերությունը։ Հնարավոր չէր այլևս հայկական արյունն իր համար օգտագործել։ Եվ այստեղ ուզում եմ ասել, որ ժողովուրդ, այդ պետք չի նրանց հիմա այո խաղաղության են գնում են խաղաղության, մերը հարկադիր խաղաղություն է։ Կարող է ուժերս պատում էր եւ Արցախ հնարավոր է պահել չպահեցին, հա։ Պարտվել ենք, դա չկա, փրկել ենք մեր պետականությունը եւ հիմա արժանապատվորեն գրել են տալիս մեր պետությունը պահելու համար, նաեւ օժանդակելու Արցախից տեղահանված էթնիկ զննման ենթարկվեց, որ գենոցիդին հավասարարժեք է մեր ժողովրդին։ Եվ դա նույն ժողովուրդն է։ Ուրեմն սա օբյեկտիվ է, այստեղ արդար է։
պետք չի որոնել, թե այս Պողոսը հայտարարել էր հայերի կողմից։ Խառնակցություններ անում, թուրքերին էր նեղում։ Այդ որտեղ եք հայ տեսել, որ նեղել է թուրքի։ Մի հատ օրինակ բերեք, ես կռիվները նկատի չունեմ, որ նրանք էլ ասում են, թող հայերը մի հատ ներողություն խնդրեն։ Ինչի համար։ Ուրեմն ասեմ, միջազգային իրավունքը ժողովուրդ ջան, երկու սկզբունք համատեղ է գործում, ըստ օրենքի, բայց այդ օրենքը չի աշխատում։ Հիմա չողոքերովեք նույնն անեք։ Մի դեպքում ասում է տարածքային պետությունների ամբողջականություն, այսօր ինչից կարճել ենք մենք, որպեսզի մեր պետականությունը կայացնենք, իսկ մյուս կողմից դրա հետ ժողովուրդներն ունեն իրավահավասարության, հիշեք, իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունք։ Բայց կա մնապացությունն է, որ եթե չունես դիվիզիաներ, եւ այդ դիվիզիաները չունեն գեներալներ, ունես դիվիզիաներ, գեներալներ ծախված ոչրագործներ են։ Մեկը դղյակի քոց է, մյուսը զոքանչի քոց, մեկը ուրիշ հետախուզություն է եւ այլն տանուլ է տալու։ Ավելի լավ է այդ ժամանակ այլևս ինքնորոշման մասին չխոսել։ Մենք ծախողվել ենք ազգովի ինքնորոշման իրավունքը ռեալիզացնելու փորձի համար առանց համապատասխան հզորություն եւ ղեկավարություն ունենալու։ Ահա որտեղ է երեք նախատաների ոչիրը եւ այդ չի վարչապետի խառնել այս գործի մեջ, որոնք հասունացրեցին մեր պարտությունը, որտեղ այդպես ուզում էր ընկեր Պուտինը։ Այդպես էր ուզում։ Իրենք կառավարել են մեզ։ Այդ Յուզվաշանին դերեցի դրամօրինակ։ Հիմա տեսեք ինչ է։ Այսինքն Արցախի հարցը սպეციფიկան որն է։ Ունի երկու կողմ։ Մեկը օբյեկտիվ կողմն է, որ թուրքական ճնշումների պայմաններում ինքը չէ կարող ապրել եւ չի ուզում ապրել։ Եվ ընդհանրապես հարցը իսկ ինչու պետք է Արցախը լիներ Ադրբեջանի կազմի մեջ բացատրեցի։ Սա օբյեկտիվ է։ Մի քննադատեք։ Եվ այստեղ հայերը չեն, որ սկսել են նախահարցակել եղել։ Երկրորդ մասը այ հայերի միջի տագանքը, ինչպես կասել Նժդեհը, ծառայեց ռուսական ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի շահերին դեմ։ Իրենք հարստացան, իրենք բանակի փոխարեն Ստեփանակերտում ստեղծեցին գեներալների թաղամաս, վայելեց թուրքը։ Հասկանում եք ոնց է։ Ահա սրանք են խնդիրը։ Ոչ թե որ խնդիրը բաներ, որ մենք ենք տակածրել։ Եվ ընդհանրական ասեմ ձեզ հետևյալը, Ժողովուրդ ջան, նայեցեք ինչ է կատարվել։ Վերադառնում այդ երկրաշարժի ժամանակներ եւ այդ ժամանակներ Սումգայիթի սպանդը։ Սումգայիթի սպանդը ով է կազմակերպել։ Հայերն էին դերտում, հա, տեղացի։ Այդ մի ամիտ բանին է, որ նույնիսկ չեկիստ հայերն էին անում։ Ադրբեջանցիները եւ ինչ արեցին։ Սումգայիթից մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ը ամբողջ Ադրբեջանի տարածքը մաքրեցին հայերից։ Մենք պատմական պարտություն ենք կրել, ջախջախվել ենք։ Եվ այդ բոլորը եղել է ռուսների հովանավորությամբ, ձեր եղբայր ռուսների, որ հիմա շատերդ եք ռուսախոս եք, Պուշկինի համար խերտները դնում է, Դաստայևսկի եք փառաբանում, եւ այլն, փոխանակ Դանիել Վարուժան կարդաք, փոխանակ Դուրյանով սիրահարվեք, ինչ ասեմ, փոխանակ Վրթանես Պապազյան դիտեք։ Հասկանում եք ոնց է։ Էս է, դրա համար էլ նրանք դեմ են անում իրենց լեզուն ու բաղկատերում են մեր լեզուն, մեր ուրեմն որպեսզի ունենան այսպեսի ուրեմն վիճակ։ Հիմա խոսքը փակում եմ հետևյալի, որովհետև այդ բացատրողների մոտ ամեն իսկապես նկատում եմ, որ այդ կիսագրակետ կամ ոչ լավ քաղաքականության ներկայություններ հասկացող մեր լավ հայորդիներ կան, դուստրեր կան։ Ուրեմն մեզ մի մեղադրեք, Արցախը մեղավոր չի, որ ապստամբվել է։ Արցախի տագանքն է մեղավոր, որ ինքնապաշտպանություն չի կազմակերպել։ Հայության տագանքն է մեղավոր, որ ուրեմն տանկերի սալյարկով դղյակ է սարքել։ Եվ այսօր բայրակտարներն առած, որ այդ բաներն են, այդ լրատվա միջոցները, հերոսական խմբեր առաջացրած ընկել են աչուծախ եւ երկիրը ապակայունացնում են։ Գիտեք ինչու։ Ես վստահ եմ, որ իրենք են արդեն համոզվում, որ Ռուսաստանը չի հաղթելու, բայց իրենք վստահ չեն, որ պատասխան չեն տալու։ Դրա համար ամեն ինչ պետք է անեն, որ Հայաստանում իշխանությունը անլինի անկայուն, թույլ եւ իրենք խաղան լարերի վրա եւ այս ամբողջին։ Եվ դրա համար իրենց պետք է իրենց կրբանի կաթողիկոս, իրենց պետք է կրբանի քաղաքապետ, իրենց կրբանի գյուղապետ եւ այլն, բարձ է, չէ՞։ Եվ տարօրինակ մի բան է, այս երկու օրը նստել են ընկերներով հարց են քննարկում, եւ ընկերներից մեկը ինչ ասում։ Դուք էլ ասում եք աշխարհում, ես եմ ասում ձեզ, աշխարհում նկատի ունեցեք, հարուստ դասակարգերն են իրենց ղեկավարում իրենց ժողովուրդների ազատագրությունը։ Իսկապես այդպես է։ Հայաստանում հարուստ դասակարգն է կռվում ժողովրդի դեմ եւ պետության դեմ։ Հասկանում եք ոնց է։ Սա պարադոքս է, պատմական պարադոքս է։ Ինչու որտեղ հարուստները հարուստ չեն, բոլորը չի, խոսքը դրա մասին չի, ում որ գիտեք։ Աշխարհում տեսեք դրա համար են Արցախից տեղանվեցին երել մեջները երկար գեներալ կար։ Կարող է կեսը գեներալ էր։ Բոլորը ողջ ու առողջ, մեկի ոտը չի ցավել։ Փախան, Ալիևի թրի տակից անցել են, Ալիևի, եկել են այստեղ հոխորտում են իշխանություն։
Հա, ցուցակով են եկել։ Բայց դրանք ո՞նց անցան, երթվել են, ստորագրել են Ալիևին, որտեղ այդ KPB-ով անցել են, չէ՞։ Հնարավոր է թե չէ։ Ուզում եմ ասել այսպես, այս բոլորը մի նպատակ ունի ասացի մեր, մենք կոնսոլիդացվում ենք, մենք շատ հարցեր լուծենք, նկատի ունեցեք։ Այն ապստամբական օջախները հիշում եք Սիսիանում, պատերազմից անմիջապես հետո, Գորիսում, հիշում եք ինչ էր կատարվում։ Ամեն մի քոսոտ գյուղապետ ու քաղաքապետ այս բաների մասին է։ Երևեն իշխանապողություն էին գոռում, վարչապետ էին որսում։ Եվ բանը մի տկետ բաներ դրել էին, թե պարտվել են կասկովի, պարտվել են քաղաքական մտածողության թուլության եւ ռուսներին հավատալու համար։ Մեր գեներալներին, որոնք հավատալու համար, որտեղ դրանց մենք մարդու տեղ ենք դրել։ Հասկանում եք ոնց է, մտածել եք գեներալներ։ Այդ գեներալները կամավոր գնացին հանձնեցին Բաքու։ Մեկ ինքնասպան չեղավ։ Հասկանում եք ոնց է։ Հիմա ինչ եմ ուզում ասել, սրանք մի բան են, ուրեմն հարցը ենք անում եւ ագերս դադարում ենք մեզ մեղադրելու, որ ինչու ապստամբեցին։ Բայց ուրիշ իհարկե մեղադրելու բան կա։ Հարցը այսպես է, եթե նախապատրաստված չէինք, ինչու ապստամբեցիք։ Ինչու, այստեղ հաս կա։ Այն մարդիկ, ովքեր օպերային թատրոնում ուրեմն ճեղում էին իրենց։ Ուր են դրանք։ Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Ուր են։ Հա։ Ինչու ժողովրդին քաշեցիք պետությունը, քաշեցիք այս անդունդի մեջ, որ այսպեսի դժվարությամբ ուրեմն այդպեսի կորուստներով շարժվում են։ Ստեփանակերտի են տրունգը, որ գիտեիք չեք կարող կառավարել, որ մեջները ստրատեգ չկա։ Ինչու սպանեցիք այն խեղճտղին, Արթուր Մկրտչյանին։ Ասեք, բացեք, ով է սպանել։ Ինչու։ Թե չէ մեղադրել, թե ինչու Արցախայություն աշխարհում կա մի ժողովուրդ, որին վզի նստի օտարը նաև խոնարհաբար ապրի։ Նաև փորձում է կծել, բայց անպատրաստ չի կարելի լինել։ Հիմա խոսքս գեոպոլիտիկայից մի երկու բան ասել, թե եթե ուժ չունես արդարության մասին միջազգային ասպարեզում խոսելը վտանգավոր է, մորթելու են։ Այ երբ որ ուժ ունես, այդ արդարությունը դեմ կանես, կշարժվես, բոլոր կծապարեն։ Հիմա մեր վիճակը ինչպիսին է։ Վստահաբար երկիրը կայունություն է ձեռներում, եւ պետությունը կազմավորվում է։ Ռուսների չար աչքի դիմաց։ Նախանձից մեռնում են։ Եվ իրենց պիտի ասել, այո, մենք բարեկամներ ենք, բայց մենք բարեկամ ենք ֆրանսիացիների եւ ամերիկացիների հետ։ Ապացուցեք ձեր բարեկամ լինելը։ Հասկանում եք, եթե կարող եք։ Եվ երկրորդը, չկա հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամություն, կա Հայաստան, Ռուսաստան միջպետական փոխհարաբերություններ։ Այս է հարցը, գլխավորը սա է։ Որտեղ Հայաստանի ծառայական եկեղեցին այլևս չի սպասարկելու ռուսական շահ, բելարուսական շահ եւ Լուկաշենկոին չի ենթարկվելու։ Այսպես դրա համար այս հարցերը պետք է լուծվի, հուզվելը պետք է թե չէ, կարծում եմ չէ։ Հիմա մի բան ասեմ, վերջացնեմ։ Ինքնորոշման իրավունքի մասին եմ ասում։ Այո, Վազգեն Մանուկյանին իսներները մի հատ հարցեր եք, որ դուք իրենք են ակումբներում այս հարցը, իբր թե 65 թվին գրոհել են, էս են արել, լեգենդեր են սարքել։ Կագեբեն խրախուսել իրենք արել են։ Հիմա բայց ուրիշ է։ Եթե չգիտեիք, որ պատրաստ չեք երկիրն ու պետությունը կառավարելու, ինչի քաշեցիք, խելք ժողովրդին քսեցիք փոսը, այն ժամանակ հնարավոր էր այս կամ այնտեղ կարգավորել Արկադի Վոլսկին, հիշեցնեմ ձեզ, ովքեր որ իրենց տգիտության համար ինչու տապալեցիք Արկադի Վոլսկիի ուրեմն կոմիտեն։ Այ ձեզ հայտան եմ։ Բռնեք վզերը փոկեք, ովքեր Արկադի Վոլսկիի իշխանությունը Ղարաբաղում տապալեցին, որը թողեց գնաց։ Այստեղ է հարցը, այնտեղ չի հարցը, բայց որ ժողովուրդ արդարորեն ընդվզել է, միանշանակ է, բայց պետք է աներ։ Հասկանում եք, հիմա նույնն է, որ Գազայի դուք ժողովրդին մեղադրել եք, որ Իսրայելի բանակիտեն ուրեմն դիմադրում է, բայց չանի։ Հասկանում եք ոնց, ուրեմն այդ անհետություն է։ Պատմականից փաստ է ուզում ասել։ Երբ Իտալիան սկսեց ազատագրվել, Գարիբալդին գիտեք, Ջովանի այդ գիրքը կարդացած դեռ կոնե։ Եվ այլն Իտալիայի Ավստրո-Հունգարիայի դեմ էր կռիվը։ Այդտեղ է նայել ծնվել իբր թե մեր հայրենիքը։ Հրաշալի այդ բանաստեղծությունը, իտալացի աղջկա երգը, որ ասում են։ Հիմա տեսեք ինչ կա։ Գարիբալդին եւ այլն Էմանուել Թագավորը, որոնք ղեկավարում էին Իտալիայի ազգային ազատագրական պայքարը, ուժիները չէր պատում։ Եթե Ֆրանսիան թիկունք չկանգներ, Իտալիա չէր ազատագրվի։ Ինչ էլ ուզում է ճղել իրեն։ Ուզում է Սիցիլիայի մաֆիաներ, ուրեմն իրենից չգիտեմ ինչ անել, 7 գլուխ բարձրացներ։ Ուրեմն Իտալիան ազատագրվել է Ֆրանսիայի շնորհիվ, նույնը Միացյալ Նահանգները։ Եթե չլիներ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները որպես անկախ պետություն Անգլիայի ձեռքից անկախության իրավունք չէին կարող ստանալ, այսինքն իրենց ինքնորոշման իրավունքը չէին կարող ռեալիզացնել, բայց նրանք մեզնից 1000 գլուխ բարձր էին խելքով, գիտեին, որ ինքնորոշման իրավունքը եթե դնելու են այդ ժողովրդի եւ ինքնորոշվել, ուրեմն դե ուժ ունենան։
Մենք այդ ուժը չենք ունեցել, այդ խելքներ չենք ունեցել, ինչու՞, որովհետև մեզ տեսեք տեմպի տակ են դրել, տեմպի տակ, միտինգ։ Իմ մոտ օրինակ միտինգի հանդեպ արգահատանք է առաջացել։ Այդ միտինգը չի թողում մտածելու, այդ միտինգը, այսօր այդ միտինգով տեսնում եք քաղաքապետ, գյուղապետ եւ այլն։ Հիմա գնացել են քրեական պատժող մարդուն դիմավորելու, այդ լյուստրացիա եք ուզում։ Մեկը ԿԳԲ-ի, մեկը գողական աշխարհ, երկուսն էլ բանն է։ Անվտանգության ուժերը կարող են հավաքվել, բանում օդանավակայանում բոլորին տանեն հանգստանալու։ Հայաստանը կազատագրվի առանց ընտրությունների, ինչեր էսպես։ Ուրեմն այս ամփոփեմ, որ Ժորժ ջան, ուրեմն մենք պարտավոր ենք երևույթները ճիշտ վերլուծել, պատմական փաստերը տեղը դնել, որպեսզի այն սերունդը, որ պիտի կա մեզնից հետո եւ Հայաստան երազի, ոչ թե երազի, այլ իրական մի Հայաստան տեսնի, որի ուրեմն պատմական հիմքի տակ ռումբեր չի դրած, ինչպես դրեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն, երևի չգիտեմ, երևի դրանք էլի, նրանք ովքեր որ պիտի առաջնորդեին, բայց մեզ սխալ առաջնորդեցին եւ անընդհատ եղան Հայաստանի վերջին ընդրված իշխանության գիշեր-ցերեկ քննադատները։ Ինչն է քննադատում։ Այս դեմոկրատիան ինչ է։ Ձայն բազմած ձայն ասես իշխանությունը, որոնք իմ աչքի լույսն են թե չէ։ Heç կապ չունի, ընտրվել է ժողովրդի կողմից։ Դուք ինչ եք ասում։ Այս Սամվել Կարապետյան։ Դու ո՞նց ես քեզ թույլ տալիս այդ խմբակն ասեց։ Երևի բոյիդ ես նայում Մոսկվան նկատում եմ։ Ռուսաստանի բոյին ես նայում, խմբակ ես ասում։ Այս իշխանությունները ընտրված են, իսկ դու գործողված ես երևի։ Հասկանում ես ոնց է։ Եվ փող ես աշխատում, եկել ես կռիվ ես տալիս նրանց դեմ, ովքեր Հայաստանի անկախությունն ազատությունն են պահում։ Չես մտածում, որ կպատժվես մի օր։ Այդ միլիարդները, նայ, Վարդանյան Ռուբենի միլիարդները ինչքան որ իրեն օգնեցին, այնքան էլ քեզ կօգնեն քո։ Այնտեղից թռնում եք, ասում եք դենտեղով կա, գնամ ռուսի դեմ խաղ կա, բացում եք կա։ Եվ անտա ռուսի դեմ խաղ կա։ Բանակը ուկրաինական ընտեղ, այստեղ էլ Հայաստանի պետությունը։ Եվ առասարակ, բայց մենք չենք ուզում ռուսների հետ հարց չունենք, ծես է հարցը։ Ինչ եք ուզում գալիս եք։ Ինչ կուսակցություն, ինչ խմբակը դու ես։ Դու ո՞նց կարող ես ընտրություններով ձևավորված իշխանություն հավանես։ Այդ դոլարով է, այդպես որ լինի, ո՞նց ասեմ, աշխարհում այս բանը Թրամփ ինչ կուզի կանի, որտեղ 7 միլիարդ ունի, բայց այդպես է որ ստեսուց է